Գոյամարտ սերիալում իրադարձությունները շարունակում են զարգանալ ավելի ու ավելի խորը, բարդ ու լարված կերպով։ Թվում է որոշ հարաբերություններ կարգավորվում են, բայց իրականում դա միայն արտաքին շերտն է։ Ներսում հակասությունները շարունակում են եռալ և ցանկացած պահի կարող են նորից պայթել։ Լեոյի և Լեայի գիծը հենց դրա վառ օրինակն է։ Այո, այս պահին նրանք միասին են և թվում է սերը հաղթել է բոլոր խոչընդոտներին, բայց սա դեռ վերջնական հաղթանակ չէ։ Նրանց հարաբերության հիմքում կան շատ ծանր ճշմարտություններ, ընտանիքների միջև ատելություն, անցյալի հանցագործություններ և չլուծված հակամարտություններ։ Նրանց սերը հիմա ավելի շատ պայքար է, քան հանգիստ երջանկություն։ Յուրաքանչյուր նոր բացահայտում կարող է նորից բաժանել նրանց։ Հունանի քայլը Իննային պատմել ողջ ճշմարտությունը նույնպես շատ կարևոր շրջադարձ է։ Սա նշանակում է, որ նա հասկանում է այլևս չի կարող թաքցնել անցյալն, իսկ Իննան ամբողջովին ճանաչում է Հունանին, բայց միևնույն է նա Հունանին պաշտպանում է։ Արդյոք նա փորձում է արդարանալ, թե պարզապես փորձում է վերահսկել իրավիճակը, մինչև ճշմարտությունը դուրս գա ուրիշների միջոցով։ Իննայի արձագանքն այստեղ կարող է դառնալ որոշիչ։ Եթե նա չընդունի այդ ճշմարտությունը, ապա Հունանը կարող է կորցնել նաև իր ընտանիքի վերջին հենարանը, բայց դա տեղի չի ունենա, քանի որ Իննան նրան խոստացել է, որ ամեն կերպ իր կողքին է լինելու։ Մանանի գիծը կրկին դառնում է ամենացավոտներից մեկը։ Պապի կողմից նրան տեսնել է Գրիշոյի հետ և հավանական դատապարտումը տնից դուրս հանելը ցույց է տալիս, թե որքան խորն է այդ ընտանիքում ցավն ու վիրավորանքը։ Մանանը կրկին մնում է առանց հենարանի։ Սա արդեն երկրորդ անգամն է, երբ նա կորցնում է տունը։ Եվ հենց այդ պահին հայտնվում է Ավոն։ Նա կարծես սպասում էր այդ պահին, օգտվում է իրավիճակից և Մանանին տանում իր տուն, բայց սա պարզապես օգնություն չէ։ Ավոյի յուրաքանչյուր քայլ ունի նպատակ։ Նա հավանաբար նրան ասում է, որ հորեղբայրն է, և այս հայտարարությունը բացում է նոր, շատ կարևոր շերտ սյուժեում։ Սա նշանակում է, որ Մանանն այժմ հայտնվում է մի մարդու կողքին, ով միաժամանակ կարող է լինել և հարազատ, և վտանգավոր։ Խաղացող համացանցում արդեն տարածված կադրերը, որտեղ Ավոն և Մանանը միասին են, ավելի են ուժեղացնում հետաքրքրությունը։ Հեռուստադիտողները սկսում են հարց տալ. արդյոք Ավոն իսկապես ցանկանում է օգնել, թե նա Մանանին ևս դարձնում է իր խաղի մի մասը։ Մանանի համար սա շատ վտանգավոր իրավիճակ է։ Նա հոգեպես խոցելի է, միայնակ, և հենց այդպիսի վիճակում մարդիկ հաճախ դառնում են ուրիշների ազդեցության տակ հայտնվողներ։ Միևնույն ժամանակ, սա կարող է նաև նրա կյանքի նոր փուլը դառնալ ճշմարտության բացահայտման, ինքնուրույն որոշումների և սեփական ճանապարհը գտնելու։ Ձենդ կտրի։ Աննամուս աղջիկ։ Զբաղվում ենք էլի։ Լսի, կարա բախկվեմ, թե բախկ։ Չես երևում նորմալ։ Մութա, հեսա իջն ես։ Լավ։ Պատրաստ ես։ Դա։ Անջված կյանքից ինչ եք ուզում, մեռնեմ կյանքի, չեմ գալի, մեռնեմ կյանքից, իմ տղա, մեր տղարում մանս որ ինչ ես։ Վրա կարենք նկարվենք։ Լավ եղեք, աղբեներ, ինձ հանգիստ թողեք։ Առաջիկա սերիաները խոստանում են շատ լարված զարգացումներ։ Կկարողանա Լեոյի և Լեայի սերը դիմանել նոր փորձություններին, ինչ հետևանքներ կունենա Հունանի խոստովանությունը, ինչ նպատակ ունի Ավոն Մանանի հետ, և արդյոք Մանանը կգտնի իր իրական տեղը այս բարդ պատմության մեջ։ Մի բան արդեն ակնհայտ է, գոյամարտում սկսվել է այն փուլը, որտեղ յուրաքանչյուր կերպար ստիպված է ընտրել լինել խաղացող, թե դառնալ ուրիշների խաղի մի մասը։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, միացեք մեր ալիքին, որպեսզի լինեք առաջինը տեղեկացված։ Չմոռանաք տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել, թե ինչու է օգտագործում Ավոն Մանանին, և արդյոք նա իսկական հորեղբայր կլինի Մանանի համար, թե կրկին անգամ նրան կօգտագործի իր շահի համար։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը։ Ինչ եք կարծում, ինչ նոր զարգացումներ են լինելու հեռուստասերիալում, և արդյոք
այս հեռուստասերիալն արդարացնելու է հեռուստադիտողների սպասելիքները։ Նշենք, որ շատ շուտով հետաքրքիր զարգացումներ են լինելու, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը տեղեկացված լինելու։ Գոյամարտ հեռուստասերիալում իր մարմնավորած կերպարով հանրային մեծ ճանաչում ձեռք բերած դերասանուհի Մանե Հակոբյանն այսօր դարձել է համացանցի ամենաքննարկվող դեմքերից մեկը։ Նրա մասնագիտական վերելքն ու անձնական կյանքում տեղի ունեցած կտրուկ փոփոխությունները միայն ավելացրել են հետաքրքրությունը նրա անձի հանդեպ։ Մանեն, ով վերջերս անցավ անձնական դժվարությունների և բաժանման միջով, իր նոր տեսանյութով ապացուցում է, որ կյանքի այդ էջն արդեն փակված է։